Իդեպ ընդդիմադիր լրատվամիջոցների կամ գործիչների կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցվող քննադատությունների մեկնաբանություններում հաճախ հանդիպում «Բա նախկինում ինչի էսպես չէիք խոսում» արտահայտությանը։ Սա ներկայացվում է որպես ձեռքբերում, իբրև թե Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքացին ունի ազատ խոսքի իրավունք և դրա համար ճակերտավոր ասված չի պատժվում։ Ներկայացնենք այսօրվա իրականությունը։ Այսօր վաղ առավոտյան Facebook-յան ընդդիմադիր գրառման համար կալանավորվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Եկեղեցուն աջակցող մեկ արտահայտության համար կալանավորված է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Լրատվամիջոցի եթերում հնչեցրած ընդդիմադիր խոսքի համար կալանավորվել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Փաշինյանին և թիմին քննադատող ելույթների համար քրեական գործերով էին անցել Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Լուսահոգի Ավետիք Իշխանյանը և Արմեն Գրիգորյանը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, մինչև անգամ զոհվածների ծնողներ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, ով բոլոր ժամանակների իշխանությունների քննադատն է եղել, կալանավորվեց միայն Նիկոլ Փաշինյանի օրոք։ Իդեպ հիշեցնենք, նախկինում բոլոր քաղաքական գործիչների հասցեին ամենաաներևակայելի ստերը և ամենավատ քննադատությունները հնչել են լրագրող քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի շուրթերից, բայց նա ոչ միայն չէր կալանավորվել, այլև կարողացել էր դառնալ պատգամավոր, իսկ այսօր արդեն վարչապետ Փաշինյանը կալանքի է տանում իր բոլոր քննադատներին։